Նեթանյահուի գրասենյակին հարվածելու մասին լուրերից հետո Բիբին երկուշաբթի երեկոյան Բեերշևա է գնացել շրջել ավերված քաղաքում։ Այնտեղ կիրակի 9 մարդ էր զոհվել իրանական հրթիռային հարվածից, երկուշաբթի շարունակված հարվածներից 19 մարդ վիրավորվել էր։ Նեթանյահուն կիրակնորյա հարվածի վայր է գնացել։ Իսրայելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ հետևել հրամանատարության հրահանգներին։ Դրանք կյանքեր են փրկում եւ շատ կյանքեր են փրկել։ Ցավոք ոչ բոլորին է հաջողվել փրկել։ Քանի որ որոշ մարդիկ ցավոք չեն գտնվել պաշտպանված տարածքներում։ Նեթանյահուի այցը լուսաբանած իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ իրանական հրթիռը ռմբապաստարանների է հարվածել։ Դուք տեսնում եք տարբերությունը։ Ես կանգնած եմ մի վայրում, որը ռմբակոծել են Թեհրանի ահաբեկիչները։ Նրանք խաղաղ բնակիչների են թիրախավորել։ Կադրերում Նեթանյահուն անվտանգության ժապավենի հետևում վնասներն է ուսումնասիրում, ինչ-որ ցուցումներ տալիս տեղում գտնվող պաշտոնյաներին։ Շնորհակալություն եմ հայտնում փրկարարներին եւ վերականգնողական թիմերին։ Մենք կվերակառուցենք քաղաքը։ Նույնիսկ ավելին կկառուցենք։ Մեր քաղաքացիների անսասան կամքը ուժ է տալիս ինձ եւ մեր բանակին։ Նոր կադրեր կան նաև Թել Ավիվից, գիշերը իրանական հրթիռների նոր ալիքի պահին քաղաքում տագնապի ազդանշան է հնչել։ Մարդիկ կարծես ինչ-որ տոնակատարություն կիսատ թողած ապաստարան են վազել։ Իսրայելական լրատվամիջոցների պնդմամբ Իրանն այս գիշեր կասետային զինատեսակներ է կիրառել Թել Ավիվի ուղղությամբ։ Կադրերում երևում է ինչպես է իրանական հրթիռը հաղթահարում իսրայելական երկաթե գմբեթի տասնյակ հրթիռները։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը նաև այս կադրերն է ցուցադրել ինչ-որ օդակայանից չգաղտնազերծելով տեղանքը։ Հաղորդվում է, որ նոր զինատեսակներ է ստացել Ցահալը։ Ալբերտ Սերոբյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։